Իսկ դուք 2 օր եղավ, թե 3 օր է արդեն հացադուլ եք հայտարարել, ինչ ԿՀ-ն ինչպես ասում են գողացավ ԲՀԿ-ի մանդատները, դուք այդ օրվանից հացադուլ եք հայտարարել, ինչ եք կարծում, սա օգուտ կտավ, ինչ-որ բան կփոխի ձեր հացադուլը, ձեր ծայրահեղ քայլը։ ԿՀ-ին չեմ անում, որովհետև իրան այսօր խորաթորի նստածը բայց չի մտածում, որ կարող է տաթորի ոտը բնատվական։ Կարող է ես իմ կարգադրությունները անի դե իրար հետ լրագրողի են եղել, չէ, ժամանակ։ Լրագրող են եղել, լրագրողի, որովհետև լրագրողը դի տղամարդ լրագրող։ Եվ լրագրողի։ Լավ, լավ, այդ մասին թողենք, բան նրանց գործն է։ Հիմա ես իմ իրարետ ինչ կպայմանավորվեմ, ինչ չեմ պայմանավորվի, էդի չեմ էլ կարա ասել, բան, բայց հիմա ես քայլ եմ կատարել, որ ասենք բայց արդյունք կտա դուք ձեր կյանքի առողջության հաշվին փորձում եք ինչ-որ խնդիր լուծել։ Իմ առողջության հաշվին է, թե ինչա հետ առողջությանս բան չի լինի, մտածեցի միացած բան անեմ, կարող է այդ իրեք հակադիր թևերը միավորվեն մի ֆրոնտով հանդես գան, ֆրոնտ հայերյան ոնց է։ Ճակատ։ Մի ճակատով։ Իսկ ինչի հենց ԲՀԿ-ի համար, եթե օրինակ ԲՀԿ-ի ձայների խնդիրը չլիներ, այլ ուժի Հայաստան Դաշինք ուժի Հայաստանելի կանեի։ Բայց հիմա ԲՀԿ-ի ձայներն են, չէ՞ գողանցել։ Գագիկ Ծառուկյանի ֆակտորը կա այստեղ ձեզ համար, ոնց որտեղ դուք բավական լավ եք վերաբերվում իրեն։ Բավականին լավ չէ, ոչ մի իրան հարգող մարզիկ չի կարող վատ վերաբերել Ծառուկյանին, որովհետև բարեկամ 2000 թվականից ինքն օլիմպիական կոմիտեի ղեկավարել է, օրինակ որ հաշվարկեք մի հեչիպես մի 100 հոգու տնով ապահով է, ավտոյով ատվ է, այդ նվեր ստանալու վախտեց մեն ոտերը բաները ընկնում բան, մեր պապան Ծառուկյանի ոտերը, հա։ Չէ, մեր պապան ես, դու մեր հերն ես, մեր ծնողն ես, հասկանում ես։ Այդ մարզիկները։ Հա, այդ ու հիմա ցավ եմ ապրում, որ այդ հանճարեղ մարզիկները, ովքեր հայ ազգ են ներկայացրել, աշխարհ Եվրոպա չեմպիոններ են դարձել, բան։ Ում նկատի ունեք օրինակ։ Ոչ մի, բոլորին։ Նայ, Գագիկ Ծառուկյանի մասին ասում եմ, չէ՞։ Երբ որ ավտոտում բան փող պետք է նվեր տար, ոնց էին ընկնում ոտերը։ Հիմա մեկից ձեն չեմ լսում։ Ես Ծառուկյանի հետ այդպես մտերիմ չեմ եղել, բայց ես իա արած գործը աշխատանքը տեսել եմ ու ինքը իմ համար հերոսացել է, գիտես ինչու։ Մենակ այդ Հիսուսի արձանը, որ գնացինք այդ սարը, հələ պատրաստ չի, այդ բանը ես տեսա, այդ սարի գլխին ես մի տեսակ թևերել առա, որովհետև Հիսուսի արձան։ Լավ, հիմա ինչքան եք պատրաստում սենց ձեր կյանքը վտանգելով հացադուլ անել։ Գիտես ինչ, որոշելի անժամկետ քեզ չխաբել, որոշելի անժամկետ, բայց դե բաներ տեսա, մի քիչ բան Ում կողմից։ Մտածեցի, այդ թողնայի մեջ ես հետո որյանց տենեմ միանց աշկը կհանեմ, էլի որ ավիա։ Անդիմություն։ Թե իշխանություն։ Չէ, իշխանությունով ես իշխանությանը չեմ տենում։ Անդիմադիրներից եք հիասթափվել։ Անդիմադիրներից չեմ հիասթափվել, որովհետև ես էլ եմ անդիմություն, ես ասած ոնց կհիասթափվեմ։ Քաղաքական դեմքերից նկատի ունեմ։ Հա, տենց մի երկոքի կապիկներ կան, որ իրանց թվում է, թե եսիմ ով են, ինչ են, բան, հասկանում ես, հիմա մտածեցի, որ կարող է այս ձևը ճիշտ չի, մի հատ ուրիշ ձևը պետք գտնել։ Վերջին հարցը, ԿՀ-ից այսքան այստեղ եք ձեր դեմ դիմացին, եղել է մարդ մոտենա ձեզ հարցնի, ինչ որ հետաքրքիր ոնց եք, ինչ եք ուզում, ինչ պահանջով եք այս քայլին դիմել։ Հովակի մենից սկսած մինչև մյուս անդամները։ Կներես էլի, Ահա։ մի հատ կարելի է քեզ հարց տալ։ Իհարկե։ Իսկ ԿՀ-ում դուք մարդեն ունեք։ Հանձնաժողովի անդամներն են, հանձնաժողովի նախագահը, թեկոզ աշխատակազմը։ Անդամները, ոնց կարան ինձ մոտենալ, այդ անդամները։ Լավ, եկեք տենց այդ բանով չէ, հիմա ամեն դեպքում ես հարցս իրոք շատ լուրջ է։ Մարդիկ կան, որ մոտեցել են ձեզ ընթացքում ինչ-որ ձևով։ Պետք է մարդ լինի, որ մոտենա, հասկանում ես, հասկանա ես ինչ եմ ուզում, ինչա պահանջս, անարդարության դեմ եմ պայքարում, իրանք եթե մարդ լինեին,
կմոտենային։ Ես չեմ համարում, որ այդ մարդ կա։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։ Ես այնց էլ եմ շնորհակալ։